Բաց նամակ Դատև եպիսկոպոս Հակոբյանին առաջնորդ հայոց Ռումենիո։ Դատև եպիսկոպոս Հակոբյան, այս բաց նամակով գտիմեմ ցեզի, որպես Վարնայի Սուրբ Սարգիս եկեղեցվո հոգևոր սպասավոր, Տեր Արմեն Քահանա Մելքոնյան։ Ինձի համար ցավալի է, որ ստիպված եմ այսպիսի հրաբարակային ուղերձով արտահայտվել, բայց վերջին շրջանի իրադարձությունները ալ ելք չեն թողուր։ Ցավով սրտի, ձեր գործելավորը այսօր այնքան հեռու է հոգևոր առաջնորդի առաքելութենեն, որ ագամա մտածեմ ձեր իրական դերակատարության մասին։ Դուն ոչ հովիվ ես, ոչ առաջնորդ, այլ անձնավորությունը, որում գործունեությունը ավելի շատ կհիշեցնե ըստ վերային գամակատարիմը, KGB-ի մտածելակերպով շարժող փուչիկիմը։ Բادرակի սկեստը կամ ձեր սև սկեստ ու վեղարը ցավոք ցեզի չի դար Աստուծո սուրբ խոսքը ներկայացնելու իրավունքը, ոչ այլ ժողովրդի հավատքն ու հավատարմությունը։ Ինչպես որ գրված է Արագած 6:16-19-ի մեջ, Տերը ադելություն ունի սուտ խոսող լեզվին, ամեղ արյուն թափող ձեռքերուն, չար մտածող սրտին, ոտքերուն, որոնք արագորեն գվազեն չարություն ընելու, սուտ վկայողին, որ սուտ խոսի, եւ անոր, որ եղբայրներու մեջ գրիվ կհանե։ Ձեր լեզուն լեցուն է սուտով, ձեր քրջի տանակը զրբարտությամբ, եւ ձեր հոգին դադարք է սիրով, ճշմարտությամբ եւ խղճիվ։ Անցնող շաբաթներուն Վարնայի մեր համայնքը ցնցված է այն պաստեն, որ դուն պետական իրավական մարմիններուն զեկուցակիր ուղարկած ես, մեղադրելով զիս եւ մեր եկեղեցվո նվիրյալ խորհրդի բոլոր անդամները իբր ապօրինի գործողություններու մեջ։ Այդ ինչ անկարող սիրտ է, որ չհանդուրժեց համայնքի վերագենտանացումը։ Այդ ինչ անաստված գործունեություն է, կատարվող ձեր ցերկով, որ աղոթող ժողովուրդը այսօր ստիպված է արդարանալ ոստիկանության դիմաց։ Սա ինչ պիտի կոչվի, եթե ոչ հոգևոր դավաճանություն։ Գիհիշեցնեմ ցեզ, որ այս համայնքը 6 տարի շարունակ անդեր էր։ Դուն ոչ քահանա ղրկեցիր, ոչ ընտրություն կազմակերպեցիր եւ ոչ ալ պատասխանեցիր թեմական խորհրդի 18 նամակներուն, որոնք կխնդրեին հովիվ։ Սակայն երբ Տերը հովիվ մղրկեց, առանց ձեր արտոնության դուն տագնապեցար։ Դուն Աստուծմե չես վախնար, ոչ դուն եւ ոչ քո կաթողիկոսը, այլ կվախնակ գործընծնել ձեր դադարք աթորը։ Տեր Հիսուսը Հովանես ավետարանի մեջ կսե 10-րդ գլուխ. Վարձկանը, որ հովիվ չէ, որում ոչխարները իրենը չեն, երբ քայլը կա, ցկելով ոչխարները կփախչի եւ քայլը կքաշե զանոնք ու կծրվե։ Ձեր ցայնը երբեք չէ հնչած աղոթքի ժամուն։ Ձեր աչքերը երբեք չեն լեցված ժպիտով հավատացյալին տեսնելուն։ Ձեր ձեռքերը երբեք չեն օրգնած որբին կամ այրի դանթուրը։ Բայց ձեր մատնակիրը հիմա ոստիկանության սեղանին է, իբրև մեղադրանք ընդդեմ հավատքով ապրող ժողովրդի։ Մատթեոս 23:23-ի մեջ Տեր Հիսուսը գնահատե անոնց, որոնք կարգադրության ամենակարևոր բաները թողած իրավունքը, գտությունը եւ հավատքը ցկած են։ Դու կմտածես, թե պետական մարմինները պիտի միջամտեն, եւ դու գուրծքդ պիտի ձեզես ու հայտարարես. տեսակ հաղթեցի, բայց ինչ կհաղթես։ Գոմեշի մպես կործանված խիղճ, թե հոգևոր անարգանք։ Դուք մորցած եք գերևի, Դատև սրբազան, թե ինչ կնշանակե խոնարհություն, եղբայրասիրություն եւ պատասխանատվություն։ Դուք Աստուծո տունը վերածած եք հաշվեհարդարի ու անձնական հաշվարկի բեմի։ Եվ դուն հիմա պիտի լսես։ Ամոթ քեզ, Դատև եպիսկոպոս Հակոբյան։
Ամոթ է աղոթող ժողովրդին մատնել պետական ուժերուն։ Ամոթ է զրբարդել միակ գործող եկեղեցվո հոգևորականը։ Ամոթ է ծառայել միայն քաղաքական կամ փդած համագարկի շահերուն։ Ամոթ է, որ ձեր խիղճը գույր է, իսկ ձեռքը սպաղված հարազատ եղբայրներու վարգապեկման։ Դու ոչ միայն չեղար հովիվ, այլ եղար որսորդ, ոչ միայն չեղար եղբայր, այլ եղար մատնիչ, ոչ միայն չեղար առաջնորդ, այլ եղար բադուհաս։ Սուրբ Գիրքը կզգուշացնե քաղաքացիներու 5:15-ի մեջ. եթե զիրար կգծեք եւ կմաշեք, զգուշացեք, որ չլա թե զիրար վերացնեք։ Բայց մենք չենք լրելու։ Մենք կշարունակենք աղոթել եւ կանգնել ճշմարտության մեջ, նույնիսկ եթե ամբողջ համագարկը ընդ մեզ դուրս գա։ Ինչպես որ Տեր Հիսուս ասավ Մատթեոս 5:10-ի մեջ. Երանի արդարության համար հալածվողներուն, որոնք երկնքի արքայությունը անոնց է։ Դուք կսպառնաք մեզ առաքելականութենեն հանել։ Ասեմ ցեզի, մենք առաքելական ենք ըստ Սուրբ առաքյալներու հավատքին եւ ոչ ըստ ձեր որոշումին։ Մենք կծառայենք Տիրոջը եւ ոչ թե ցեզի պես մարդոց, որոնք վաղուց վաճառած են իրենց հոգին։ Եվ ես այստեղ եմ ոչ ձեր արտոնությամբ, այլ համայնքի կանոնական ընտրությամբ եւ Աստուծո առաջ խոնար համոզումով։ Թող այս պատգամը հնչե որպես ահազանգ բոլոր անբարո ղեկավարներուն, որ եկեղեցին չի լրեր այլևս։ Թող Աստուծո վախը օրը գոդրե ձեր փրկած, ձեր գոփած հոգին։ Արագած 1:7-ի մեջ կգարտանք. Տիրոջը վախը իմաստության սկիզբն է։ Ես իմ խաչը կվերցնեմ ու կշարունակեմ ծառայել, իսկ դուն միայն մեկ բան մի գներ. մի խանգարեր։ Առայժմ այսքան։